Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հիասթափեցնող է որակել հունիսի 24-ին Կազանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքները։ Այդ մասին երեկ կայացած ճեպազրույցում հայտարարել է պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նյուլանդը։ Լրագրողի այն դիտարկմանը, թե Ռուսաստանի կառավարությունը հրավիրեց Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին, փորձեց լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ժեստ, որին Միացյալ Նահանգները հավանություն էր տվել, սակայն ըստ հաղորդումների այն ձախողվեց։ Որն է ձեր արձագանքը, Նյուլանդը պատասխանել է։ Այո, ինչպես գիտեք, Կազանում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները չկարողացան համաձայնության գալ հիմնարար սկզբունքների շուրջ։ Այնուհանդերձ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ համատեղ հայտարարության մեջ նրանք նշել են, որ փոխընդբռնում է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ, համաձայնել են շարունակել աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա և շարունակել հանդիպումները, բայց ես կասեի, սա հիասթափեցնող է։ Հայտարարել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակը։ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի անդամ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը արտահերտ ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ իշխանություն-ընդդիմություն երկխոսության գործընթացը ամբողջությամբ ձախողված չի համարում։ Դեմիրճյանի համոզմամբ դեռևս ժամանակ կա եւ իշխանությունները պետք է հետեւություններ անեն։ Հիշեցնենք սակայն, որ անցած շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած ելույթից հետո Սերժ Սարգսյանը հստակ հայտարարեց, որ չի պատրաստվում արտահերտ ընտրություններ անցկացնել, որովհետեւ ոչ դրա անհրաժեշտությունը կա եւ ոչ էլ երկրի սահմանադրությունը հնարավորություն է տալիս այդքան հեշտությամբ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դեռ հույսեր ունեք, որ արտահերթ Ես անձամբ առանձնապես հույսեր չունեմ։ Ես կարծում եմ իշխանությունը քայլեր կանի միայն հասարակական ճնշման դեմ։ Արտահերթ ընտրությունները պետք է պարտադրվեն մեր բոլորի կողմից, հասարակության կողմից։ ՀԺԿ ղեկավարի համոզմամբ երկրում արմատական փոփոխությունների հասնելու համար պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ եւ որքան շուտ, այնքան լավ։ Ընդդիմադիր գործիչը նշեց, թե բնականաբար ՀԱԿ-ը չի ուզում, որ դա լինի ցնցումների ճանապարհով, դրա համար էլ առաջարկվեց այս երկխոսությունը, բայց միևնույն ժամանակ ընդգծեց, թե իրենք իշխանությանը անվերջ սպասել չեն կարող։ Ես երբ ասում եմ դեռևս ժամանակ կա, դա չի նշանակում, որ անվերջ սպասել է։ Ամեն ինչ իր լիմիտն ունի, իր ժամկետն ունի։ Նախագահականի դիմաց ավարտվեց հաշմանդամ օդաչուների միություն հասարակական կազմակերպության շուրջ 2 տասնյակ անդամների բողոքի ակցիա։ 5 տարի մենք արդեն պայքարում ենք, որ ստանանք փոխհատուցումը, մեզ ոչ մի կոպեկ չեն փոխհատուցում եւ քար լռություն կառավարության կողմից եւ բոլոր վարչական կազմակերպությունների կողմից։ Մենք հաշմանդամներ ենք, օդաչու հաշմանդամներ ենք։ Պարտք են արդեն 570 միլիոն, գումարը մեջ այդ միլիոներից պետք չի վախենալ, ընդամենը $1.5 միլիոն։ Պետք էր փոխհատուցել այն մարդը, որը փոխանել էր հայկական ավիաուղիները, դա Արմավյանն էր, նա իր վրան չվերցեց այդ ֆունկցիաները, նրա այդ ֆունկցիաները չվերցնելուց հետո պետքա փոխհատուցի պետությունը։ Հաշմանդամ նախկին օդաչուները նախագահականի դիմաց էին հավաքվել նաև մոտ 1 ամիս առաջ։ Այսօր արդեն նրանց ընդունեցին նախագահականի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնում։ Մենք պահանջեցինք, որ հանդիպենք աշխատակազմի ղեկավարի հետ։ Ուրիշ ոչ մեկի հետ ցանկություն չհայտնեցինք հանդիպելու։ Իրանք խոսք տվեցին, որ մենք կփոխանցենք։ Զանգից հետո ասացին, որ ինքը տեղում չի, տեղում այլ անցել պերինի վելի ոնց է։ Նախկին օդաչուներին խոստացել էին նրանց բողոքի մասին զեկուցել նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին, սակայն հնարավոր հանդիպման հետ կապված ժամկետներ չէին նշել։ 11 ամիս առաջ բանակում մահացած 30-ամյա Արտակ Նազարյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Արտակ Նազարյանի մահվան կապակցությամբ կալանավորված են դասակի հրամանատար Վահագն Հայրապետյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Հակոբ Մանուկյանը եւ ժամկետային 3 զինծառայողներ։ Նրանց մեղադրանք առաջադրելու հարցը կհստակեցվի, երբ կողմերը ծանոթանան գործի նյութերին եւ ներկայացնեն իրենց միջնորդությունները։ Արտակ Նազարյանի հետմահու դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության հեղինակ Էլդա Գրինը վերջերս վկայակոչել էր իր գնահատմամբ ինքնասպանության վարկածը կասկածի տակ չդնող մի գրություն եւ պնդել, թե դա գրել է Արտակ Նազարյանը։ Արտակի ձեռագիրը չի միանշանակ եւ ամենակարևորը այնտեղ կա նաեւ մի ուղղագրական սխալ, ես համեմատել եմ Արտակի մյուս ձեռագրերի հետ, իր նամակների հետ, որտեղ դաստիարակություն բառը Արտակը միշտ ճիշտ է գրել, իսկ ինքնասպանություն
ինքնասպանության գրություն կոչվածի մեջ այդ բառը գրված է ուղղագրական սխալով։ Եվ բացի այդ ամենակասկածահարույցը այն է, որ եթե այդ գրությունը գոյություն ուներ, կասկածյալները առաջին իսկ օրը ի հայտ կբերեին հաստատելու համար, որ իրենք չեն մարդասպանը, որ սա սպանություն չէ, այլ ինքնասպանություն, բայց գրությունը ի հայտ եկավ դեպքից 12 թե 13 օր հետո պահել են այդ բլոկնոտը, որպեսզի նմանացնեն ձեռագիրը եւ կարողանան ինչ-որ գրություն ստեղծել։ Արտակ Նազարյանի հարազատները միջնորդել էին կրկին ձեռագրաբանական փորձաքննության ներկայացնել այդ երգտողը, սակայն նախաքննական մարմինը մի շարք այլ միջնորդությունների ճակատագրիներ արժանացրել եւ մերժել։ Արտակ Նազարյանի քույրը Ծովինար Նազարյանն ասաց, այս գործում բազմաթիվ իրեղեն ապացույցներ անհետացել են։ Առաջին քննիչը դեպքի վայրում աշխատել է առանց ձեռնոցների։ Երբ ես իրեն հարցնում եմ ավտոմատից մատնահետքեր վերցրել եք, ասում է իմ մատնահետքերը դուրս կգային։ Ասում եմ ոնց առանց ձեռնոցը աշխատել, ասում է հա, ինքը իրական ապացույց է փչացրել, սա ուղղակի միտումնավոր արարք է։ Բանակում մահացած սպայի քույրը դժգոհելով նախաքննությունից ասում է, որ ամեն ինչ անելու են դատարանում գործի բացահայտմանը հասնելու համար։ Վրաստանի Ախալքալակի շրջանի Գանձայ գյուղում գործող Վահան Տերյանի տուն-թանգարանի շենքը ֆիզիկապես կանգուն է, սակայն պահպանության լուրջ խնդիր ունի։ Այս վերջին տարիների քանդումների, ավերումների, պերիպետիաների շրջանում ոչինչ չի կարողացել ամբողջական մնալ, այդ թվում նաև թանգարանը։ Բայց Փառք Աստծո գլխավորը պահպանված է։ Տուն-թանգարանը եւս ինչպես հայկական եկեղեցիները Վրաստանում իրավաբանական անձի կարգավիճակ ստանալու խնդիր ունի։ Դրա բացակայության պայմաններում թանգարանը ֆինանսական միջոցներ ձեռք բերելու, բանկային հաշիվ ունենալու, միջազգային մշակույթի կենտրոնների հետ համագործակցելու, ի վերջո ինքնուրույնություն ձեռք բերելու դժվարություններ ունի։ Հայ նշանավոր բանաստեղծ Վահան Տերյանի հայրական տունը կառուցվել է 1982 թվականին բանաստեղծի ծննդից 3 տարի առաջ եւ 1914 թվականից ըստ էության այն անտերուն չէ մնացել։ Հետագայում զանազան նպատակներով օգտագործվել է հայրական տունը, մերթ որպես դպրոց, դասասենյակներ են օգտագործվել, մերթ որպես փոստի բաժանմունք եւ վերջո այդ ընթացքում այն ամենը ինչ եղել է իրոք իրենցը, դրանք բոլորը պատկերացնում եք կոմունիստական ժամանակներ առանձնապես այդպիսի արժեքների նկատմամբ ուշադրություն չկար, թեթև վերաբերմունք էր։ Հետագայում մենք կարողացանք որոշ բաներ իհարկե վերադարձնել, բայց մինչև վերջ չհաջողվեց իհարկե։ Եվ մենք մի փոքր կարողացանք վերականգնել մեմորիալ վիճակը։ Տուն-թանգարանում բանաստեղծին պատկանող գույք չկար, այստեղ ներկայացված են նամակների, փաստաթղթերի պատճենները։ Հիմնական ֆոնդը գտնվում է Երևանի Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում։